Orte
իրադարձությունները, իրողությունները սկսվում են այսօրվա խորհրդով, որ ավետարանում նկարագրված է Հովհաննես ավետարանչի կողմից և իմեցակուն հրաշք տեղի ունեցավ մարդության պատմության մեջ։ Խոսքը այսօրվա խորհրդի մասին է, որ Ղազարոսի հարության հիշատակությունն է եկեղեցու մեջ։ Բոլորիս քաջածանոթ է այդ պատմությունը, որ Հովհաննես ավետարանիչը ներկայացնում է իր ավետարանում։ Ընտանիք, որի հետ Քրիստոս սեր բարեկամական հարաբերություններ ու մտերմություն ուներ։ Եվ ընտանիք, որտեղ հաճախակի հյուրընկալվում էր մեր Տերը, երբ որ անցնում էր այդ ճանապարհով եւ այդ բնակավայրով։ Ու հանկարծ հեռու լինելով այդ սիրառատ ընտանիքից, այդ մտերմիկ միջավայրից Քրիստոսին լուր է ասում, որ ահա այն բարեկամը, որին դու սիրում էիր, Ղազարոսը ծանր հիվանդ է, եւ ընտանիքի անդամները, քույրերը խնդրում են, որպեսզի ներկա լինես եւ բժշկես։ Սակայն մեր Տերը ճիշտ աղում կատարելու այն ընտրանքը, որ ուղղված է Ղազարոսի քույրերի կողմից։ Կարծես հապաղում է իրականացնել այն հրաշքը, որ տիեզերքում եզակի պիտի լիներ։ Շարունակությունը բոլորդ գիտեք։ Եկավ եւ 4 օրյա մահացած, արդեն քայքայվող մարմնին հարություն տվեց։ Բայց այս պատմության մեջ թերևս ամենաառանցքային խոսքը, ազդու միտքը Տիրոջ բարձրագոչ աղաղակն էր, երբ նա ասեց բարձր ձայնով աղաղակելով. Ղազարոս, քեզ եմ ասում դուրս արի։ Ուրեմն սիրելիներս, այս ամենը տեղի է ունենում Բեթանիայում։ Սգավոր մի տանը, որտեղ շատ սիրելի մեկը մահացել էր։ Ուրեմն պատկերացրեք ընտանիքի վիճակը։ Քույրերը Մարթան եւ Մարիամը խորը վշտի մեջ էին։ Հրեաները, ինչպես նկարագրում է ավետարանը, որոնք եկել էին նրանց մխիթարելու, լաց էին։ Կարծես թե այստեղ տիրում է անհուսության մթնոլորտը, որի ամենակարևոր ընդգծված պահը մահն է։ Հաստատված, այլևս հաստատված մահը եւ թաղումը Ղազարոսի։ Բայց երբ մարդկային հնարավորությունները սպառվում են, երբ հույսը կարծես մահանում է, քարանձավում մահացածի հետ միասին, Քրիստոս կանգնած է այդտեղ։ Ճիշտ է, ինչպես ավետարանիչն է նկարագրում, մեր Տերը լաց եկավ, կարեկցեց նրանց ցավին, որովհետև ցավը մեծ էր ոչ միայն ընտանիքի, այլ նաև իր համար, բայց մի բանում համաձայն չեղավ նրանց հետ։ Մեր Տերը չկիսեց նրանց հուսահատությունը, այլ հակառակը, հորդորեց ասելով, եթե հավատում ես եւ ունես հստակ ամուր հավատ, ուրեմն Աստված քո հավատով պիտի պարգևատրի քեզ։ Եվ ուրեմն մեր Տերը կանգնած էր կյանքի եւ մահվան սահմանի վրա, քարանձավի առաջ։ Հետաքրքրական են այն մանրամասները, որ ավետարանիչը ներկայացնում է մեզ այս դրվագի մեջ։ Սա ուղղակի հրաշքի պարզ նկարագրություն չէ, սիրելիներս, ոչ էլ ուղղակի պատմական իրողության հաստատում։ Այս շատ ավելի խորը շերտ ունի մեջ, որ ուղղված է ոչ միայն այս ժամանակվա ընթերցողներին կամ ականատեսներին ու ներկաներին, այլ մեզ դարերի խորքից
ուղված Աստծո խոսքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց, ասում է ավետարանիչը։ Ինչու բարձրաձայն, ինչու աղաղակ։ Քրիստոս գերեզմանի առաջ կանգնած ուղղակի աղոթք չէր շշնջում։ Ոչ էլ եկել էին հրյաներին բնորոշ ծիսական արարողություններ անելու։ Նա հրամայում է այս բարձր ձայնը, աղաղակը, սիրելիներս, մեզ հիշեցնում է արարչագործության սկիզբը, երբ Աստված ասաց. «Եղիցի լույս, թող լինի լույս», այսինքն հրաման եւ այդ հրամանի ուղղակի կատարումը։ Քրիստոսի համար, սիրելիներս, մահը անհաղթելի թշնամի չէ, որի հետ մենք պետք է բանակցենք։ Այն մեղքի հետևանքն է, որը պիտի ենթարկվի Աստծո խոսքին։ Բարձր աղաղակը նշանակում է, որ այս կոչը ուղղված չէ միայն Ղազարոսին, այն ուղղված է բոլոր ներկաներին, Մարիամին, Մարթային, հրյաներին եւ հազարավոր տարիներ անց արդեն նաեւ ուղղված է յուրաքանչյուրիս։ Աստված գաղտնի ծածուկ չի գործում, երբ խոսքը վերաբերվում է մահվան նկատմամբ հաղթանակին։ Նա բացահայտորեն հռչակում է իր իշխանությունը, որպեսզի մենք այս քրիստոնյաներս, ովքեր Քրիստոսի եկեղեցու անդամ ենք, իմանան, վստահ լինենք, որ մահը վերջնական արդյունք չէ ու խոսք չունի մեր վրա։ Երկրորդ կարևոր մանրամասնությունը, որ ավետարանիչը ներկայացնում է, Մերիամին անձնապես կանչելն է։ Ղազարոս, քեզ եմ ասում դուրս արի։ Այս ուշագրավ մանրամասնությունը մեզ խորելու, մտածելու առիթ է տալիս։ Եկեղեցու հայրերն ասում են, եթե մեր Տերը ուղղակի ասեր, Մերիամ դուրս արի, պատկերացնենք, որ ամբողջ գերեզմանատունը պիտի հարություն առներ, որովհետև Աստծո ասված խոսքը արդեն իրողություն է։ Բայց Հիսուսը միայն կանչում է, ասելով Ղազարոս։ Սա մեզ ցույց է տալիս, սիրելիներս, որ Աստված մեր Տերը յուրաքանչյուրիս անհատապես ճանաչում է անուն առանուն եւ կանչում է յուրաքանչյուրիս անհատապես։ Այս քաոսային դժնդակ աղմկոտ աշխարհում Աստված գիտի յուրաքանչյուրիս անունը։ Երբ մեզ այս աշխարհի թոհուբոհի մեջ թվում է, թե մենք անտեսված ենք, մեզանով որևէ մեկը չի հետաքրքրում, եւ ոչ մեկի մենք հետաքրքիր չենք, վստահ եղեք, որ Աստված ձեզ բոլորիդ մեզ անուն առանուն գիտի, ճանաչում է, կանչում է եւ սպասում է։ Մարթան եւ Մարիամը, Ղազարոսի քույրերը հավատում էին, որ Հիսուսը գա եւ կանխի մահը։ Բայց Հիսուսը եկավ վերացնելու դրա զորությունը, մահի զորությունը, ոչ թե կանխելու մահը։ Նա եկավ ոչ միայն երկարացնելու Ղազարոսի երկրային կյանքի օրերը, այլև բացահայտելու Աստծո փառքը հարության միջոցով։ Այդպես է նաև մեր կյանքում, սիրելիներս, մենք հաճախ Աստծուց խնդրում ենք կանխել մեր ճակերտավոր մահերը, դժվարությունները, բաժանումները, կոտրված հույսերը, հիվանդությունները, բայց նա հաճախ թույլ է տալիս մեզ հասնել նաև գերեզմանին, այն քարանձավին, որտեղ պիտի այդ գործությունները, դժվարությունները մեզ, մեր մարմինը, մեր հոգին կարծես իրենց կապանքների մեջ առնում։ Այսինքն մեկ խոսքով փախուղու առաջ են կանգնում, որպեսզի այնտեղից, որտեղ որ հույս չկա ու թվում է, թե մեզ ամեն ինչ կորած է, կարողանա մեզ կանչել նոր կյանքի։ Դուրս արի, քեզ եմ ասում։ Մեռած մարդը ոչ կամք ունի, ոչ ուժ, ոչ էլ շարժում։
ինչպես կարող է դուրս գալ։ Բայց Աստծո խոսքը այնպիսին է, որ զորություն է տալիս կատարելու այն, ինչ ասվում է։ Երբ Աստված մեզ կոչում է սրբության, նա շնորհ է տալիս նաև։ Նա հրամայում է մեզ վեր կենալ մեղքից ու կյանքի կոչվել։ Մանրամասնությունը, որ հետո ներկայացնում է ավետարանիչը, շատ արտասովոր է։ Ասում է, եւ մեռածը կապված ձեռքերով ու ոտքերով երիզներով դուրս եկավ գերեզմանից։ Այո, մարմինը դեռ կենդանի է, Լազարոսը կենդանություն ունի, բայց դեռ կապված է։ Սիրելիներ, սա է իր օրինակը, իր նմանությունը ունի մեր կյանքում։ Գեղեցիկ նկարազարդությունն է յուրաքանչյուրիս կյանքի։ Մենք փաթաթված ենք գերեզմանի երիզներով, որը մեղքը իր սովորություններով, անցյալի ցավերը, վախերը եւ աշխարհի հետ կապվածությունը։ Եվ հետաքրքիր է, որ այստեղ Քրիստոս դիմում է ոչ թե մեռածին, այլ ողջերին, ասելով. «Արձակեք նրան այդ կապանքներից, որպեսզի ու թողեք գնա»։ Ուրեմն Քրիստոս, եկեղեցու հայրերը Քրիստոսի խոսքը բացատրում են հետևյալ կերպ. ողջերը, որոնց ուղղված է խոսքը, եկեղեցին է իր հավատացյալներով։ Ուրեմն ամեն մեղքից դարձած մարդ կարծես կապանքների մեջ է եւ այն պատված երիզներով դժվարությամբ է քայլում։ Թեև Քրիստոս իրեն կանչել է, բայց աշխարհի կախվածությունը, սովորույթները, նյութական կախվածությունը այն երիզներն են, որոնք դժվարեցնում են մարդկային կյանքի ընթացքը։ Եվ այստեղ է, որ կարևոր է մենք, որպես քրիստոնյաներ, եկեղեցու մեջ, որպես ողջեր, արձակելու, օգնելու արձակել այն կապանքները, որով կապված են մեր կողքի եղբայրը, քույրը, մեր հավատացյալ բարեկամները։ Սիրելիներս, մենք եկեղեցու անդամներս կոչված ենք լինելու նրանք, ովքեր, ինչպես ասեցի, օգնում են, որ մնացածին։ Ողորմությունը եւ համբերությունը մեզ հնարավորություն են տալիս տեսնելու ցավակից ու սրտակից լինելու բոլոր կարողություններին եւ գերեզմանից, աշխարհի գերեզմանից նոր Քրիստոսով կենդանություն ստացած մարդկանց։ Ուրեմն, սիրելիներս, այսօրվա խորհուրդը մեզ կրկին անգամ Քրիստոսով հանություն տալու եւ Քրիստոսի արարչական ուժը ներկայացնելու փաստ ու հնարավորություն է։ Աստված այսօր է մեր մեռած հոգիներին, որ Լազարոսի նման 4-օրյա ապականության մեջ են, կանչում է ասելով. ձեզ եմ ասում, դուրս եկեք եւ ազատվեք մահվան մեղքի իրաններից։ Եվ եկեղեցին այն միջոցն է, որ մեզ ազատագրում է մեղքի, սխալի, գործությունների, կապանքներից ու երիզներից։ Լազարոսի հարության դրվագը նախօրինակն էր մեր Տիրոջ Քրիստոսի հարության, հաղթական ճշմարտության եւ օրինակի։ Եվ այսօր ավագ շաբաթը սկսվում եւ ավարտվում է հարությամբ։ Այս ամենակարևոր օրերը մեզ ցույց են տալիս, որ տառապանքը, մեղքը եւ գործությունը խաչի ճանապարհը մշտապես տանելու են հաղթանակի եւ հարությանը։ Մեր կյանքի մեջ, երբ որ մենք Քրիստոսի հետ ենք, երբ որ մենք նման ենք այն մարդկանց, ովքեր հավատում են Տիրոջ խոսքին, ուրեմն պիտի նաև ականատես լինենք հարությանը։ Հարությանը ոչ միայն մեր հոգիների, այլ
նաև մեր շրջապատի, մեր ազգի և մեր ժողովրդի։ Ուրեմն ինչպես որ Մարթան և Մարիամը նախանձախնդրորեն խնդրեցին Տիրոջից իրենց եղբոր հարության համար, այնպես էլ մենք հիմա որպես հայ քրիստոնյա, հայ եկեղեցու զավակ, խնդրենք հարությունը մեր հոգիների, խնդրենք հարությունը հոգևոր հարությունը մեր ազգի, մեր ժողովրդի և մեր հայրենիքի։ Եվ Տերը ամենակարող Աստված ինքը Քրիստոս պիտի հարություն տա մեզ ասելով. քեզ եմ ասում, որ դու մեռած ես մեղքերիդ մեջ, դուրս արի և ընդունիր փրկությունը։ Ու մենք որպես փրկվածներ պիտի հավիտենապես փառավորենք մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ում վայելում ենք փառք, իշխանություն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ տորմես ավարձակացայն բարբարով, բարարս վերարս են, կապարս կետ եկնավորակ երկեր և ասեն։
Դիաստոս ամրողջունեցին սիրովս վայրչություն տան խորուզ մեզ պարավորյա աստվածային զորությանքով և մի թողունը սուսացյալ սիքրես։ Ամեն։ Ըստ խաղաղություն պարգևի ամենայն աշխարհի եկեղեցյաց կահանայից թագավորած Քրիստոնեի կերսի մորյալման կապսուցած և ամենայն ժողովրդի։ Ամեն։ Զի ամենայն թուր բարիք և ամենայն պարգև կատարյալի բերքիզեն իչալարիք են, որ ես հայրուսո և կերս բայրվես հար, իշխանություն և պատիվ։ Այժմ և միշտ և ամենյանը սավինենից ամեն, Եղիցյան ուրդյալ այս մետեմ իչև ավիտյան։ որտյալ է աստված, Եղիցյան ուրդյալ այս մետեմ իչև ավիտյան։ ովյալ է աստված, Եղիցյան ուրդյալ այս մետեմ իչև ավիտյան։ Արամորյալ է աստված, եղիցի, կալանորինած և մարգարեից դուես Քրիստոս աստված, կրկիչ մեր որեցես ամենայն հայրական օրինությունս կո, դից երս մեր սորքովը սրով։ Օրեցիցս ներ ամենայն շան որդություն նորայ վերանի։ Օրդյալ եղևնի շնորացու կողքույն, երթայնի խաղություն և Տեր Իսուս Քրիստոս եղիցի ընձեզ, ընդամենականս, ամեն։ Կեցը ողորմիատ է, Հարակյաց ծավես և վերջկյաց իվանությունս իր ժողորդն եկում է Տեր Աստվածը, Եշնու ամենեցու կատարյալ առասությունը շնամաբնախ աճինքով, որով բարձես տկարություն ասկին մարդկային, դատապարտեց է թշնամին կենաց է փրկության ներով։ Դու ես կյանքը և փրկի փրկություն, բարելայր և բազմողորմ Աստված, որ միայն կարող ես թողորություն եղես, և մերժել զաղթես և սիվանդությունս ի մեջ որում հայտնենք պետք արյակներով։ Պարգևի չետ բայաս, պարգևի աղատողորություն քո վերարածոս քոզ, ըստ յուրակաչու պիտոյից, որոց անապասի պարլավոյակ կողել, ամենասուրբ յորդություն այլի և հավինյանս։